եթե անդրադառնաք ԱՄՆ փոխնախագահի այցին, ինչ ակնկալիքներ ունեիք, նաև ակցիա տեղ ունեցավ նրա այցի կապակցությամբ, նա մեկնեց Բաքու, դեռևս որևէ տեղեկատվություն չկա գերիների, պատանդարված հայ գերիների վերաբերյալ։ Գիտեք, հատկապես մենք արցախցիներս բնական է, որ միջազգային կառույցներից, դերակատարներից առանձնապես մեծ ակնկալիքներ դեռևս չունենք, որովհետև այն ինչ որ մենք տեսանք 2020-ին եւ դրա հաջորդող տարիներին, մասնավորապես տեղահանման ժամանակ միջազգային այդ համատարած լռությունը, իհարկե նաեւ Հայաստանի իշխանությունների այդ քարոզչության ֆոնով էր նաեւ պայմանավորված լռությունը, բնական է, որ առանձնապես մեծ այդպես հույսեր չենք կապում, բայց դա չի նշանակում, որ ամեն անգամ մենք պիտի համակերպվենք դրա հետ ու չփորձենք բարձրացնել այդ պահանջը, այդ ձայնը, ինչը եւ փորձեցինք եւ դրա նախորդող օրերին անել, եւ մարդու իրավունքների այդ հանձնակատարի երբ այցելել էր ԱԺ, նաեւ Վենսի նախագահական գալու օրը, գիտեք, ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում պիտի անընդհատ ուշադրության կենտրոնում պահել միջազգային հանրության այդ ուշադրությունը Հայաստանի վրա, հատկապես մասնավորապես հումանիտար խնդիրների վերաբերյալ, որովհետև ակնհայտ է, ինչքան էլ էս իշխանությունները ներկայացնեն, որ իրենք լուռ ինչ-որ աշխատանքներ են անում, մենք շատ լավ գիտակցում ենք, որ հենց իրենց ձեռքով բոլոր հումանիտար խնդիրները վերածվեցին քաղաքական հարցերի եւ սկսեց քաղաքական ինչ-որ վաճառք տեղի ունենալ դրանց շուրջառու վաճառք, ինչը եւ անում է ներկայիս վարչապետը, ինչը երեք ըստ էության իր ոչինչ չասող հարցազրույցի մեջ հանրայինին եւս մեկ անգամ փաստեց իր հարցազրույցի ընթացքում եւ ամեն դեպքում հուսացած ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև իր այդ բռնած ուղով գնալու այդ ճանապարհին կփորձի երևի թե ինչ որ մի բան անել եւ հուսով ենք, որ մեր հայրենակիցները այս ամեն ինչի արդյունքում գոնե ինչ որ մարդիկ կվերադառնան իրենց ընտանիքներ։ Տիկին Հակոբյան, նաև մարդկանց մի մասի մոտ դժգոհություն առաջացավ, որ Վենսը այցելեց Ծիծեռնակաբերդ, լուսանկարներ հրապարակեց, ապա Բաքու այցից առաջ լուսանկարները հեռացրեց Twitter-ի էջից։ Այս ամենի ցեղասպանությունը խորագրեց։ Գիտեք, դա առաջի անգամը չի, որ էլի այդպես միջազգային դերակատարը նման պահվածք է ունենում։ Ես հիշում եմ էլի նախորդող տարիներին նման վիճակներ մենք էլի ենք ականատես ենք եղել նման գրառումների, այնուհետև ջնջելու եւ դրանից հետո տրվող պարզաբանումներին ըստ էության բացառություն չէր ԱՄՆ փոխնախագահի այս առումով եւ այն պարզաբանումը, որ իրենք տվեցին ըստ էության ոչինչի մասին էր։ Հասկանալի է, որ նաեւ խուսափելու Ադրբեջանի հետ իրենց ինչ-որ փոխհարաբերությունների վատթարացումից։ Ցավոք սրտի, տեսեք, այդ երկակի ստանդարտները, որոնք կիրառվում են մեր նկատմամբ, սա առաջի դեպքը չի, հա, հասկանում են, որ որ հայերի մեծ համայնք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ովքեր դերակատարություն են ունենում նաև ընտրությունների ժամանակ, եւ գրառումը անել է նաև հաճոյանալու համար էր, հետագային պատրաստվելու համար էր, այնուհետև շատ հանգիստ դա ջնջվեց, մտածելով, որ երևի թե մարդկանց հիշողության մեջ միևնույն է մնալու է այդ գրառումը, այսինքն սրանք տեխնոլոգիաներ են, որոնք կիրառում են, ըստ էության հենց սրանով պայմանավորված մենք կհասկանանք, պիտի հասկանանք, որ որևէ պետություն շահագրգռված չի լինելու մեր փոխարեն անել են, ինչ որ մենք ենք անում։ Տիկին Հակոբյան, վաղ առավոտից ձերբակալություններ, խուզարկություններ են էջմիածնում հաղթանակ դաշինքի անդամների վերաբերյալ քիչ առաջ էլ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, նշելով, որ մի շարք անձինք ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին, այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը եւ մի քանիսին ներկայացրել են դատարան, որպեսզի տանեն կալանքի։ Դուք սա ինչպես եք գնահատում հետընտրական պրոցեսները ըստ հաղթանակ դաշինքի ղեկավարի ԿՊ-ն չի մարսել այն, ինչ տեղի էր ունեցել էջմիածնում։ Գիտեք, ես իմ առավոտները սկսում եմ արդեն մի արտահայտության ողջույն դիկտատորայի երկիր Հայաստան, որովհետև մենք ամեն դեպքում 2018-ից տեսնում ենք բռնաճնշումները, երբևէ Հայաստանի Հանրապետությունը այսքան
քաղբանտարկյալներ չեր ունեցել, հա, մենք ամեն անգամ փաստում ենք, որ մոտ 7 տասնյակ քաղբանտարկյալներ ունենք։ Շատերի մասին նաև մենք էլ տեղեկացված չենք, որոնք հենց այդ իշխանությունների չհամաձայնվելու արդյունքում այսօր քաղբանտարկյալ են։ Տեսեք, Գյումրին չմարսեցին։ Մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, հա, երևի ամենադաժանն էր, որ տեղի ունեցավ Գյումրու հետ։ Մասիսը չեն մարսել։ Մենք հիմա տեսնում ենք, մենք հիմա դատին ենք պարոն Համբարձումյանի, Դավիթ Համբարձումյանի։ Բնական է չեն մարսելու Էջմիածինը։ Եվ ըստ էության ընտրակաշառք բաժանող իշխանությունը սուտ մեղադրանքները կարում է ընդդիմադիր ուժերի վրա եւ փորձում դրանով լռեցնել, վախեցնել եւ տապալել են ամբողջ աշխատանքը, որը իրենք կատարել են։ Փաստ վերջերս հրապարակվեց վարչապետի աշխատակազմի ընդամենը 60 ռիլս նկարելու համար, ինչ որ մի ԱԶ-ի տրամադրված 6 միլիոն դրամը փոխանցված, բյուջեից փոխանցված։ Ստացվում է, որ այս մարդիկ ընտրակաշառքը բյուջեից են տալիս։ Սրանք գոնե ակնհայտ փաստեր են։ Իսկ դուք ինձ ցույց տվեք կամ որևէ մեկը թող ցույց տա ընդդիմադիր դաշտից որևէ ապացուցված ընտրակաշառքի դեպք, որի պատճառով օրինակ այսօր գիտնական է որպես քաղբանտարկյալ, հա, մեր ընկեր Խաչիկը կասպան։ Այսինքն այն ինչ որ իրենք անում են, դա վառ ցուցադրությունն է, որ Հայաստանում ժողովրդավարությունը վաղուց մեռել է, թաղվել է այս իշխանությունների հենց ձեռամբ եւ հիմա դիկտատուրա է տիրում Հայաստանում, ով փորձում է հակառակվել անպայման ժողովրդի լեզվով ասած, հա, ինչ որ մի բան սարքում են գլխին ու անպայման դարձնում քաղբանտարկյալ։ Տիկին Հակոբյան եւ նաեւ կխնդրեմ մանրադառնալ այն հարցին, վերջին շրջանում ձեզ ակտիվորեն տեսնում ենք մարզային այցելությունների ժամանակ, ուզում եմ հասկանալ դուք եւս պատրաստվում եք 2026 թվականի համապետական ընտրություններին մասնակցություն եք ունենալու, որ ուժին եք սատարելու ընդհանրապես այս Եթե այդպես լիներ, եթե սա ինչ-որ նախընտրական գործընթացներ, բա մենք նույն բանը 2024-ին ենք արել, բայց սրբազան պայքարը երբ սկսվեց, այն ժամանակ կիսատ մնացին մեր այդ հանդիպումները, հասցրեցինք լինել ընդամենը 5 մարզերում։ Հիմա նախ եւ առաջ լրացնում ենք բացը, այնուհետեւ նպատակ ունենալով նորից կրկին անցնել են նույն մարզերով, որտեղ եղել ենք։ Իհարկե մեր հնարավորությունները, ինչքանով որ դա թույլ կտա կազմակերպել այդ հանդիպումները, ոչ, այս միտքը վաղուց կար իրականում, որովհետև այն բոլոր ահազանգերը, որ ես էի ստանում արցախցիների կողմից, դա շատ մտահոգիչ էր եւ իրականում ոչ հեռախոսով, ոչ այդպես հեռավար կապով հնարավոր չէր լինում շատ հարցեր հասկանալ ուղղակի։ Եվ դրանից ելնելով որոշեցինք, որ պետք է հանդիպել ու դուք չեք պատկերացնի մենք ինչեր ենք հայտնաբերում։ Դուք չեք պատկերացնի իրականությունը ինչպիսին է արցախցիների այսօր, ինչ դաժան ու ծանր սոցիալական վիճակում են գտնվում, ինչքան անարդարությունների, այս փաստաթղթային բյուրոկրատիան, որը կեղծ արվում է, մարդիկ չեն կարողանում արդեն քաղաքացիություն ստանալ, որովհետև այս իշխանությունները վախեցած են, որ արցախցիները քաղաքացիություն ընդունելու պարագայում բնական է իրենց չեն ընտրելու։ Եվ դա եւս իրենց անհանգստացնում է եւ սկսել են ինչ-որ խնդիրներ առաջացնել բազմաթիվ ու բազմապիսի։ Ինչ վերաբերում է ընտրություններին, դուք շատ լավ գիտեք իմ տեսակետը, ես այսօր, այս պահը ես դեմ եմ որևէ ընտրության այս իշխանությունների հետ գնալուն։ Այո, ընտրություններ պիտի լինեն, բայց ոչ այս իշխանությունները դա պիտի կազմակերպեն։ Չպիտի կազմակերպեն այս իշխանությունները, որտեղ ստացվում է, որ իրենց հետ երբ որ գնում ես ընտրության, հիմա համենայն դեպս իմ մոտ այդպեսին է զգացումը։ Դու լեգիտիմացնում ես, օրինակ, այս քաղբանտարկյալների այս իրավիճակը, հա, եւ այն բոլոր հարցերը, որոնք մենք ունենք, եւ ինչու մենք պետք է ընդունենք կամ մեր հասարակությունը հանկարծ ունենա այն ընկալումը, որ այս իշխանությունները արդար ընտրություններ պիտի անցկացնեն։ Ոչ, իմ երբևէ տեսած կամ պատկերացրած սրանք այն իշխանություններն են, որոնք օգտագործելու են բոլոր լիազորությունները եւ ճնշումը եւ իրենց այդ իշխանական ռեսուրսները եւ ընտրակաշառքները եւ դիկտատուրան ամեն ինչ անելու են, որ իրենք վերընտրվեն, իրենք խնդիր ունեն այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, պահանջ կա իրենց առջև դրված, իրենք պիտի վերընտրվեն։ Հետեւաբար ես դեռ մտածում եմ, որ իրենք պիտի ուղղակի չկազմակերպեն ընտրությունները։ Իսկ հակառակ դեպքում իհարկե սատարելու եմ բոլոր այն խելամիտ ուժերին, այն իրական ընդդիմադիր ուժերին, ովքեր իրականում ճիշտ հաշվարկված քայլերով փորձելու են հեռացնել այս իշխանությունները։